Եթե սա կարելի է կոչել քաղաքականություն, պարզ երևում է, թե այն ինչին է հակված։ Թուրքիայի նախագահ Էրդողանը բացահայտ եւ միանշանակ ասում է, թե որն է իր նպատակը, այն է 6 թուրքալեզու պետությունների եւ ժողովուրդների միավորումը մեկ ազգ դառնալու համար։ Մեր աչքի առջև թուրքալեզու պետությունները որոշում են կայացրել եւ ստեղծում են մեծ Թուրանի բանակ։ Սահմանել են այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը եւ անընդհատ այդ մասին խոսում են շարունակաբար, որ իրենց ի վերջո պատմականորեն միավորվելու բացառիկ հնարավորություն տրվի մեր տարածքով, մեզ վրայով։ Նախիջևանը դարձել է ռազմականացված տարածք, այնտեղ կուտակված է մեծ բանակ, հարևանությամբ իր դիրում թուրքական զինվորական կորպուս կա։ Այս պարագայում Հայաստանը պարտավոր է լուրջ հետևություններ անել, հասկանալու թե մենք ի վերջո ինչպես ենք կանխելու այս ամենը։ Այն ագրեսիան, որը պատրաստվում է մեր նկատմամբ եւ պետք է իրականացվի, արվելու է Զանգեզուրի միջանցքի բացման անվան տակ։ Սիրիայի դեպքերի օրինակով մենք արդեն պարզ տեսանք, թե ինչպես է Թուրքիան իրականացնում իր ծրագրերը։ Պետք է խելագար լինես, որ հավատաս, թե Թուրքիան մեզ հետ ուզում է խաղաղ ապրել։ Միայն Սիրիական Իդլիբում 6 տարի շարունակ 16000-անոց թուրքական բանակ էր կանգնած, այսինքն նրանք նախապատրաստվում էին։ Բոլոր նրանք, ովքեր զարմացան, թե որքան միանգամից Սիրիայում նման փոփոխություն եղավ, պետք է հասկացած լինեին, թե ինչպես դրանից առաջ Թուրքիան Աֆրինը գրավեց եւ դա մարսեց։ Սիրիայի այս սցենարը նախապատրաստված էր, Թուրքիան եւ Իսրայելը միասին Միացյալ Նահանգների շնորհիվ հարցը լուծեցին։ Նախկին պետքարտուղար Բլինքենը հայտարարում էր, որ իրենք Թուրքիայի հետ որոշեցին, թե ինչպիսին է լինելու Սիրիայի ապագան, չեն էլ թաքցնում դա։ Սա այսօրվա ցինիզմի աշխարհն է։ Երբ այս ֆոնի վրա վերադառնում ենք մեր խելագարներին, ստացվում է մենք Հայաստանը ուղղակիորեն կործանում ենք, տալիս ենք թուրքերին։ Պետք է ազնիվ լինենք ինքներս մեր հետ։ Արդյոք ի վիճակի ենք պահանջ ձևավորել, հանրային պահանջ ձևավորել, նորմալ ազգային իշխանություն ունենալու համար, որը կկարողանա ապահովել Հայաստանի զարգացումը, անկախությունը կկարողանա ապահովել եւ ինքնիշխանությունը, թե պատրաստ ենք համակերպվել այս վիճակի հետ, սրա շարունակության հետ։ Ընդ որում շարունակությունը շատ վատ է լինելու, հա։ Ես ոչ թե ասում եմ վախեցնելու համար, ես ասում եմ, որպեսզի մարդիկ կարողանան այս թմբիրից զարթնեն եւ իրենք իրենց հարցը տան, ինչքան վատ կարող է լինել, եթե սրանք շարունակեն մնալ իշխանության։ Նիկոլն ասել է, թե ուրախ կլինի, եթե իրեն մեղադրեն։ Նա բացահայտորեն մեղադրվում է պետական դավաճանության համար, այդ հաղորդումն ուղարկված է Գլխավոր դատախազություն։ Իշխանությունը պնդում է, թե ՀԱՊԿ-ի համար մեր սահմանները պարզ չեն, բայց չէ՞ որ այս իշխանությունն է թշնամուն հանձնել Գորիս-Կապան ճանապարհը, որի իրավունքը չուներ։ Այդ ճանապարհը կառուցվել է խորհրդային Հայաստանի տարածքում եւ մեր միջոցներով։ Անհասկանալի է, թե ինչու է այս իշխանությունը զբաղվում Հայաստանի սահմանազատմամբ, եթե այդ ամենն արդեն արվել է 1980-ական թվականներին։ Խորհրդային Միության փլուզման պահին Հայաստանի սահմանազատված սահմանին 1466 սյուն արդեն տեղադրված է եղել։ Իշխանությունն ինքն է հարցականի տակ դրել դա։ Սկզբում խոսում էին Ալմաթիի հռչակագրի մասին, հիմա դա էլ չեն ասում։ Հասկացել են, որ դա որևէ կապ չունի այսօրվա գործընթացի հետ։ Եթե կար Հայաստանի այսպես կոչված միջազգայինորեն ճանաչված սահման, ինչու եք գնացել սահմանազատման եւ սահմանագծման։ Եթե այդ սահմանը չկա, ուրեմն չկա նաեւ Ալմաթիի հռչակագիրը։ Եթե 44 օրյա պատերազմը Արցախի մասին էր, ապա 44 օրյա պատերազմից հետո ամբողջ իրադարձությունները սկսած 2020 թվականի դեկտեմբերի 17-ի հայաստանյան զորքերը հետ կաշելու մասին որոշումից այլևս Հայաստանի մասին էին։ Եվ այսօր մեր ինքնիշխան տարածքի մոտ 200 ավել քառակուսի կիլոմետրը գտնում է թշնամու։ Ես այս բառը ընդգծում եմ, որովհետև դա Ալիևի թեման է, Ալիևի տերմինն է։ Ալիևը Հայաստանը դիտում է որպես թշնամի պետություն։ Եվ բոլորը վերջերս հիշում եք հայտարարում, որ թշնամին պետք է մեզնից վախենա։ Նիկոլ Փաշինյանը եւ Մհեր Գրիգորյանը մեղավոր են պետական դավաճանության համար։ Դրա փաստաթղթային բազան կա։ Այն, ինչ կատարվեց 2 տարի առաջ Գիրանցում, մեր ունեցածի բացահայտ եւ անսքող հանձնում էր։ Այսօր մեր գազատարի մի հատվածն արդեն թշնամու տարածքով է անցնում։ Երբ Փաշինյանը հայտարարում է, թե Արցախը մերը չէր, բայց ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է պաշտպաներ արցախցիների անվտանգությունը, դա եւս բացահայտ դավաճանություն է։ Եթե դա այդպես էր, ինչու էր նա ստորագրում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։